Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Գևորգյան, ձեզ հետ խոսելու ենք հայտարարագրման, համընդհանուր հայտարարագրման այս մեխանիզմի եւ որոշակի արդյունքների մասին, կարելի է արդեն խոսել արդյունքների մասին, համակարգը ներդրվեց փուլ առ փուլ, բայց վերջին եւ ամենամեծ կտորը, որ ներդրվեց, դրանից հետո բավական էսպես քննարկումները շատ էին եւ դժգոհություններ եւ քննադատություններ էին շատ։ Հիմա համակարգի ներդրումից անցել է բավարար ժամանակ առաջին հետևությունները անելու համար։ Եկեք փաստերով խոսենք, ինչ շոշափելի ֆիսկալ արդյունք է տվել այս հայտարարումը այս պահի դրությամբ եւ կոնկրետ որքան գումար լրացուցիչ մուտքագրվել է պետական բյուջե, բացառապես այս ռեֆորմի արդյունքում ունեք նման վերլուծություն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, իրոք կարևոր է այս մեկ տարուց ավելի երևի թե տևած բավականին բարձր աղմուկից հետո խոսել դրա իրականության, դրա հիմքերի, ինչպես նաև էական արդյունքների մասին։ Ֆիսկալ առումով իհարկե վերլուծություն ունենք, ով վերլուծությունը բավականին գոհացնող է։ Մենք, ինչպես կհիշեք, հայտարարման ռեֆորմի մեկնարկից դեռ առաջ խոսում էինք կամավոր կարգապահության մասին, ու շատերը ոչ միանշանակ էին այդ գաղափարին վերաբերում, սակայն մենք համոզված էինք որպես պետական եկամուտների կոմիտե, որ հարմարավետ գործիքների ստեղծումը միանշանակ եւ աներկբա նպաստելու է հարկային եկամուտների աճին։ Ու հայտարարման ռեֆորմը նաեւ դա ապացուցեց։ Մենք նախորդ տարվա նոյեմբերի դրությամբ ունեինք մոտ 175,000 անձ, ով ներկայացրել էր ինքնակամ, այսինքն կամավոր կարգով, ներկայացրել էր իր հայտարարագիրը, հարկող եկամուտները, չհարկող եկամուտները որոշ դեպքերում, եւ բնականաբար դրա հետ կապված կատարվել է վճարումներ եւ վճարել են իրենց հարկերը։ Կան մի շարք եկամուտի տեսակներ, որոնք գործակալի կողմից, այսինքն օրինակ գործատուի դեպքում գործատուի կողմից, ինչպես գիտենք, հարկերը պահվում են եւ փոխանցվում պետական բյուջե, բայց կան մի շարք եկամուտներ, որ այդպես չի, օրինակ գույքի վարձակալության վճարները, օտարերկրյա պետություններում ստացած դիվիդենդները, ռոյալթիները, որը տարբեր պատճառներով ստանում են, օրինակ գրողները գրքերի վաճառքից կամ երաժիշտները եւ այլն։ Կան մի շարք եկամուտի տեսակներ, որոնք հնարավոր է հայտարարել միայն ինքդ, մուտք գործելով համակարգ եւ նշելով տվյալ եկամուտի չափը։ Մենք մինչև հայտարարման ռեֆորմը ունեինք եկամուտի տեսակներ, որ մեր պատմության մեջ որևէ մեկը այդ եկամուտի տեսակով որևէ հարկ չէր մուծել։ Օրինակ ունենք այլ հարկող եկամուտ տեսակը հարկող եկամուտների մեջ, որ ինքնակամ ներկայացնում ես։ Եվ այդ տեսակով որևէ մեկը հարկ մինչև չէր մուծել։ Մենք հայտարարման ռեֆորմի արդյունքում 2.5 միլիարդ դրամից ավել հարկային մուտք ենք գեներացրել միայն այդ տողով։ Այսինքն բացառապես այս ռեֆորմի ֆիսկալ արդյունքն է եղել դա։ Ոչ թե ռեֆորմի, այլ միայն այլ եկամուտի տեսակի։ Այո, այլ եկամուտների տողով։ Այո։ Օրինակ վարձակալության վճարների դեպքում եթե չխոսենք խոշոր վարձակալության վճար ստացողների մասին, այսինքն որ տրադիցիոն ունեն բավական մեծ գույք եւ բնականաբար տարբեր բիզնեսների հետ են աշխատում եւ այդ կոմերցիոն այդպես գույքերը բարձր։ Իսկ եթե այդ կտորը հանենք ու իրական ֆիզիկական անձանց վարձակալությունների մասին խոսենք, դեռ եւս ունենք բավականին թռիչքաձև աճ այն մարդկանց շրջանակում, որոնք հայտարարագրել են, բարդ կլինի իհարկե զտել այն մարդկանց քանակը, որոնք բացառապես նախկինում չհայտարարված է եղել, այսինքն նման վերլուծություն չենք արել անձի մակարդակով, բայց ընդհանուր առմամբ վարձակալության վճարների մասով մոտ եռապատկվել է հարկային եկամուտները։ Որքան է հասել, կա թիվ։ Այո, իհարկե թիվը մոտ է 2 միլիարդին, ճշգրիտ թիվը։ Այսինքն դրանք հիմնականում այն քաղաքացիներ են, որոնք ունեն կոմերցիոն տարածքներ, փոքր կամ մեծ, որոնք ունեն հավելյալ բնակարաններ եւ այլ, որ վարձակալությամբ են տալիս։ Այո, ընդհանուր առմամբ այս ռեֆորմի արդյունքում գեներացվել է 8.3 միլիարդ
հարկային եկամուտ հայտարարագրվել է 150 միլիարդը գերազանցող լրացուցիչ հարկվող եկամուտներ։ Այսինքն այդ 150 որը մինչև այդ չէր երևում, չէր չէիք տեսնում։ Դրանց մի մասը մենք նախկինում են հայտարարագրել, մի մասը ու աճերը տեղ բավականին էական են, բացառապես չենք իմացել այդ նման եկամուտների մասին։ Որքանի մասին չեք իմացել կա բան տարբերակում։ Թվերի առումով ես կարամ ասեմ, թե հարկային եկամուտները, օրինակ մեր եթե նայենք միջին վիճակագրություն, որովհետև տարեստարի դրանք իհարկե փոխվում են, բայց վերջին 5 տարիների միջինում մենք ֆիզիկական անձանցից այս կամ այն հաշվարկների հանձնման գործիքներով ստացվող եկամուտները եղել են 3-ից 3.5 միլիարդ միջինացված եկամուտ է հավաքագրվել պետական եկամուտների կոմիտեի կողմից, ինչպես նշեցի, նախորդ տարի, այսինքն 24 թվականի հայտարարման ռեֆորմի արդյունքում հավաքագրվել է 8.3 միլիարդ։ Այսինքն մոտավորապես 5 միլիարդով ավելացել է։ Միջինի նկատմամբ այո, որովհետև 23 թվականին եւս ինչ որ մարդկանց քանակ հայտարարել է, 23 թվականի նկատմամբ էլի ունենք աճ, բայց միջին եթե թվերին նայենք, այսինքն միջին թվերին նկատմամբ հաշվարկները կատարենք, այո, մոտ 4-5 միլիարդ աճ ենք ունեցել, դա միայն 1 տարում, ինչը շարունակական է լինելու։ Մեկ ճշգրտում, նախ որքան դուք ասացիք 175,000 մարդ ինքնակամ հայտարարագիր է ներկայացրել, ինքնաշխատ մեխանիզմը, որ ներդրվեց եւ եթե մարդիկ չեն ներկայացնում կամ չեն լրացնում հավելյալ տողեր եւ այլը, ինքնուրույն է, ինքնաշխատ մեխանիզմով այն համարվում է լրացված եւ ուղարկում է հարկային մարմին, ընդհանուր առմամբ որքան մարդ է դարձել հայտարարագիր տվող եւ ներկայացնող, այսպես ասած, եւ երկրորդը այս ամբողջ ռեֆորմից ստացած այս ֆիսկալ արդյունքը, որ կա, հա, ասում եք 4-ից 5 միլիարդ դրամ ավել գումար ենք հավաքագրել, դա արժեր այն բյուրոկրատական քաշքշուկը, այն խառնաշփոթը, քննարկումներն ու քննադատությունները, որ հնչեցին, ծախսված գումարները եւ այլն, որ ստացվեր այս 4-ից 5 միլիարդ դրամի արդյունքը։ Եթե խոսենք ծախսված գումարների մասին, դա էականորեն ներդրված ռեսուրսները, ջանքերը եւ ստացված արդյունքը։ Եթե ֆինանսական հաշվարկ անենք, ապա էականորեն ավելի շատ է զուտ թվերի առումով, նույնիսկ եթե գումարենք այն բոլոր մասնագետների աշխատավարձները, որոնք պետական եկամուտների կոմիտեում աշխատելով նպաստել են այս ռեֆորմի իրականացմանը, մեդիա արշավը, այո, այդ ամենը հաշվելով նաև միայն 24 թվականի արդյունքը էականորեն ավելի շատ է, քան ամբողջ ծախսված ռեսուրսը։ Սա եթե ֆիսկալ նայենք։ Հիմա ինչ վերաբերում է էականորեն որքան, չգիտեմ, 3 միլիարդով է շատ, 2 միլիարդով է շատ, որքան։ Կանոն հաշվարկ։ Որ անկեղծ ասեմ, աշխատավարձների մակարդակով հաշվարկ իհարկե չի արվել։ Չէ, մոտավոր ինչ որ։ Բայց այսինքն օրինակ իմ աշխատավարձը, որ այս բան հարցազրույց եմ տալիս, դա բնականաբար չենք հաշվարկել, նման հաշվարկ չէ, դա մեջտապես տրվում էր այդ աշխատավարձը ձեզ անկախ ռեֆորմից։ Դե, հա, բայց նաև ոնց որ իմ ժամանակի ինչ որ էական մաս ներդրվել այս ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ, եթե նայենք 4 ծախսեր, այսինքն այն ծախսերը, որոնք կատարվել են, չգիտեմ, տեխնիկական ապահովման եւ այլնի վրա, անգամներով գերազանցել է, մի քանի անգամ գերազանցել է ֆիսկալ արդյունքը 1 տարվա, ինչը իսկ մենք փոփոխությունները 1 տարվա համար չենք կարել, դրանք շարունակական են։ Ինչ վերաբերում է քննադատություններին եւ արդյոք արժեր հարցին, միանշանակ արժեր, որովհետեւ այստեղ իրականում նույնիսկ էականը ֆիսկալ արդյունքը չէ, ինչը մենք նորից նախորդ տարվա սկզբին էլ դրանից առաջ էլ ասել ենք, այստեղ էականը մարդկանց հարկային կարգապահության բարձրացման միտված արշավն է, իրազեկումն է, խոսակցությունն է ու նաև մարդկանց գիտակցումը, թե ինչքան հարկ են ընդհանրապես վճարում պետությանը։ Բայց ստացվեց, որովհետև եթե հաշվի առնենք, որ, չգիտեմ, ըստ տարբեր հաշվարկների, որ ներկայացնում են հարկային մարմինների կողմից Հայաստանում կա 800-ից 850,000 մարդ, որոնց աշխատավարձից հարկեր են գեներացվում, նրանց մոտավորապես 175,000 մարդն է
չգիտեմ, մոտավորապես 20%-ն է, որ ինքնակամ ներկայացրել է հայտարարագիր, մնացածը պետությունը ստիպված եղավ տեսնելով այդ իներտությունը գնալ նրան, որ ինքնաշխատ մեխանիզմով այդ ամեն ինչը լրացվի եւ ուղարկվի, արդյոք սա չի խոսում նրա մասին, որ ռեֆորմը մեծ հաշվով տապալվեց, այսինքն այն սկզբնական նպատակին հասնելու տեսանկյունից, որ մարդիկ իսկապես գիտակցեն դրա կարևորությունը եւ ինքնակամ ներկայացնեն, եւ երկրորդը նաեւ չի խոսում արդյոք սա նրա մասին, որ մարդկանց մոտ կա խորքային անվստահություն ինստիտուտների եւ ինստիտուտների ասածների նկատմամբ։ Հարցը բավականին բազմաշերտ է, անվստահությունը նույնպես բազմաշերտ երևույթ է։ Կա դրա վրա ազդող բազմաթիվ գործոններ, կա մեդիա ազդեցությունը, կան անիմաստ միֆերը, որոնք ստեղծվել են եւ էսենս ռեֆորմը ապացուցեց, որ այդ միֆերը բացարձակ անտեղին էին ու իրականության հետ ոչ մի աղերս չունեին, խոսում էին արտագն աշխատանքի մեկնասներին լրացուցիչ հարկելու, փոխանցումները հարկելու, նվիրատվությունները հարկելու, Get 1 նման երևի դեպք, որ անհարկի հարկային մարմինը ինչ որ վարչարություն է արել ու ինչ որ մեկի մոտ դժգոհություն է առաջացել ու դա եղել է անարդար, չեն կարող կարծում եմ վկայակոչել, ինչ որ դեպքերում իհարկե հարկային մարմնի վարչարությունը լինելով մեծ մարմին այս կամ այն հարցում կարող է ճշգրիտ չլինել եւ դա ուղղող իհարկե մեխանիզմներ կա բողոքական խոր դատական համակարգ եւ այլն, բայց գլոբալ առումով այն բոլոր միֆերը, որոնք տարածվում էին իհարկե իմ կարծիքով ջախջախվել են, այսինքն չկա այդպես խոսակցություն այլևս։ Իսկ ռեֆորմը տապալվել է թե ոչ։ Ռեֆորմը հիմա դրան գամ։ Միանշանակ ռեֆորմը իմ կարծիքով հաջողել է, որովհետև ռեֆորմի նպատակը ի սկզբանե դրված չի եղել, որ հենց 24 թվականին, երբ որ հայտարարենք, բոլոր նրանց, ով որ հայտարարենք, անխտիր բոլորը ներկայացնել են հայտարարագիր։ 175,000 քաղաքացու ինքնակամ ներկայացում առանց որևէ տուգանքի կիրառման, առանց որևէ կոշտ վարչարական գործիքների կիրառման, միայն հանրային խոսքի միջոցով, հորդորներով, կարծում եմ շատ էական արդյունք է։ Եթե նայենք համադրելի նույնիսկ չէ, զարգացած երկրները, որոնք այս ռեֆորմը ներդրել են, դա չի տևել 1 կամ 2 տարի, դա տևել է տասնամյակներ։ Դրա վրա աշխատել են ոչ թե միայն պետական մարմինները, ամբողջ մասնավոր հատվածը, նաև հաշվապահական կազմակերպությունները եւ այլ տարիների ընթացքում զարգացրել են ու հասցրել ինչ-որ մակարդակի ու նույնիսկ այդ զարգացած երկրներում այնպես չի, որ 100%-ը անձամբ մտնում ներկայացնում է հայտարարագիր եւ ամբողջությամբ շատերը արտապատվիրակում են, խնդրում են որոշակի ծառայությունների եւ այլ եւ այլ։ Դա հասկանալի է, բայց այնուամենայնիվ պետությունն ասում էր, որ բոլորը պետք է լրացնենք, եթե չլրացնենք տուգանքներ կկիրառենք, վարչապետները խոսում դրա մասին, անձամբ էր լրացնում, օրինակ էր ծառայում եւ այլ, բայց այնուամենայնիվ 175,000 մարդ, այսինքն մոտավորապես հարկ վճարողների, հարկ վճարող ֆիզիկական անձանց 20%-ը լրացրեց, 80%-ը չլրացրեց եւ արդյունքում պետություն ստիպված եղավ գնալ այլ քայլի։ Ինչ հետեւություններ արեցիք դրանից։ Նորից կրկնեմ։ Մենք ակնկալիք ի սկզբանե նախ դուք ասացիք, որ մենք սպառնացել ենք մարդկանց, ասել ենք դուգանը գետը լրացնենք։ Դա ներդրված մեխանիզմ էր, եթե չէին լրացնում 50,000 դրամ էր, եթե չեմ սխալվում, տուգանվում էին։ Հա, 5,000 էր։ 5,000 էր, հետո այո, ավելանում էր։ Բայց էականը դա չի, էականն այն է, որ մեր հանրային խոսքում մենք երբեք չենք ասել, եթե չլրացնեք պարտադիր կտուգանվեք։ Մեկ ընդհակառակը խոսել, ոնց որ դուք նշեցիք, վարչապետը անձամբ էր ներկայացնում օրինակ ծառայելով։ Պետական մարմինները իրենք էին առաջամարտիկը այդ գործում օրինակ ծառայելով։ Ու մեր ընտրված գործիքակազմը եղել է հենց հանրային խոսքը, հանրային ընկալումների փոփոխությունը, ռեֆորմը, ինչպես ասեցի, 1 տարվա ռեֆորմ չէ։ Չկա տենց երկիր, գեթ 1 երկիր, որ 1 տարում բոլորը ներկայացրել են։ Այսինքն նույնիսկ չկա զարգացած այնպես երկիր, որ տասնամյակներ հետո բոլորը 100%-ով ներկայացնում են։ Այնպես որ ու մեր դրված նպատակն էլ չի եղել, որ հենց առաջի տարում բոլորը պետք է ներկայացնեն։ Եթե այս տարի ավելի քիչ լինի ինքնակամ ներկայացնողների քանակը, այդ դեպքում ինչ հետևություն կանեք։ Իրականում դրան ված չենք վերաբերվի, որովհետև այդ 175,000-ի էական մասը մոտ մենք ինչի որոշեցինք ի վերջո գնալ փոփոխությունների, դա ոչ թե ինչ որ կամայական փոփոխություններ են, այդ տվյալների վրա հիմնված վերլուծության արդյունք։ Մենք տեսանք, որ 175,000 մարդն ու այդ որոշման կայացման պահին որոշակիորեն ավելի քիչ քանակ, որ ներկայացրել են իրենց հայտարարագրերը, կեսից ավելին որևէ փոփոխություն չեն արել պետական եկամուտների կոմիտեից լրացված տվյալների մեջ։ Այսինքն ինչպես կար, այդպես լրացվում։ Ինչը նշանակում է, որ ավել ասելու բան պետական եկամուտների կոմիտեին չունեին ու վերլուծության արդյունքում եկանք այն մտքին, որ եթե այդպես է, ուրեմն մոտեցումը կլինի հետևյալը, ով որ
կունենա ասելիք, այսինքն կունենա լրացուցիչ վճարելու խարկ, կունենա այլ եկամուտներ, որը պետք է հայտարարի պետական եկամուտների կոմիտեին, մինչև վերջնաժամկետը կհայտարարի, ով որ չունի նման հավելյալ ասելու բան, իմաստել չկա այդ մարդկանց լրացուցիչ ինչ-որ քաշքշուկի մեջ ներգրավել։ Շատ լավ, այդ դեպքում կարելի է անունը չդնել պարտադիր հայտարարագրում, այլ ասել, որ Ժողովուրդ ջան, ձեր եկամուտները ինքնաշխատ ձևով լրացվում եւ ուղարկվում են հարկային մարմիններ։ Այսինքն պարտադիր հայտարարագրումը տարբեր երկրներում նրա մասին, որ մարդը իսկապես ձեր ասած վարկագիծ եւ վարկականոն է փոխվում։ Եթե այս տարի էլ չլինի այն դրա այսինքն եթե 175,000-ը չդառնա 250,000, որ ինքնակամ են լրացնում, հետո 300,000 եւ ինչ որ առումով ավելի անկեղծ լրացնեն եւ այլ, ինչ հետեւություններ կանեք։ Ռեֆորմը պետք է շարունակվի իր փուլերով գնալ։ Մենք այս տարի էլ ներդնելու ենք հուսանք մինչև տարավերջ նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա ել ավելի հարմար ինտերֆեյսով ներկայացնել հաշվարկ, հայտարարագիր, ավելի դյուրացվելու։ Այո, իհարկե, ու շարունակական է ռեֆորմա, այսինքն այնպես չի, որ այս բան ինչ-որ բան արեցինք եւ վերջ։ Եկամուտների տեսակները, որոնք օրինակ քննարկեցինք եւ հասկացանք, որ օրինակ իմաստ չունի դիտել ընդհանրապես որպես եկամուտ, դրանք դուրս են գալ, այսինքն տարբեր փուլերով գնացող համ տեխնիկական, համ իրավական, համ շատ լավ, անցնելով առաջ, պարոն Գևորգյան, մի քանի հարցեր կային էլի, որ պարբերաբար քննարկվում էին, մեկը, որ սա նաև դիտարկվում էր ինչ-որ առումով ստվերը կրճատելու որպես եղանակ, որովհետև կային եկամուտներ, ինչպես դուք ասեցիք, որ չէիք տեսնում, չգիտեիք, դրանցով հարկային արդյունք չէր գեներացվում։ Երբ որ նայում ենք այս ստվերի կրճատման տեսանկյունից, կարող եք հստակ ասել, որ այդ նպատակին մոտեցել եք, թե չեք մոտեցել։ Օրինակ հարկեր հնա հարաբերակցության տեսանկյունից այս ստացած արդյունքը, ֆիսկալ արդյունքը որքան է։ Վերացել ֆիսկալ արդյունքը հարկեր հնա հարաբերակցության իհարկե վաղաժամ է ու մենք չենք ակնկալում, որ ֆիզիկական անձանց հայտարարագրումը հենց առաջին տարում էական ազդեցություն կունենա հարկեր հնա ցուցանիշի վրա, ընդհանրապես որպես հայտարարված նպատակ, ինչպես ասացի, մենք ֆիսկալ նպատակ չենք էլ դրել։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ կստեղծենք ավելի հարմար գործիքակազմ հարկեր վճարելու համար, ինչը կատարվել է։ Մենք ասել ենք, որ ավելի մանրամասն պատկեր կունենանք մեր ազգաբնակչության եկամուտների մասին, ինչը նույնպես ինչ-որ չափով արդեն տեղի ունեցել, եւ նմանատիպ այլ նպատակներ է դրվել ի սկզբանե ռեֆորմի հիմքում, այսինքն ֆիսկալ արդյունք կամ հարկեր հնայի վրա ազդեցություն իրականում։ Մենք ի սկզբանե նման նպատակ չենք ունեցել։ Մենք ասել ենք, որ դա լինելու է հարակից էֆեկտ ու տարիների ընթացքում, բայց հենց առաջին տարում, ինչպես ասեցի, ֆիսկալ արդյունքը էական է, այսինքն եթե նայենք տասնամյակ շարունակ ֆիզիկական անձանց կողմից վճարված հարկերի առումով, դա պատիկներով աճել է, ինչը կարծում եմ շատ դրական ու էական ազդեցություն է ռեֆորմի հետագա զարգացման նաև առումով։ Շատ էին քննարկումները բանկային գաղտնիքի վերաբերյալ, կհիշեք, ասում են, որ փաստացի բանկային գաղտնիք հասկացությունը վերացվում է Հայաստանում, թուլացվում է եւ այլը, քանի որ պետք է հասանելիություն է ստանում, չգիտեմ, անձնական տվյալներին, ֆինանսական կյանքին, մարդկանց եւ այլն։ Հաշվի առնելով մեր երկրում տվյալների արտահոսքի նախադեպերը, ինչ երաշխիքներ հիմա 1 տարի կարելի ասել անցել է, կա որ վաղը մյուս օրը քաղաքացու ֆինանսական պատմությունը չի հայտնվի սև շուկայում, այսպես ասած, կամ չի արտահոսի։ Նախ բանկային գաղտնիք ասելով իմ կարծիքով նորից տարբեր մեդիա հարթակների մանիպուլյացիաների արդյունքում ու ընդհանրապես որոշակի հանրային ընկալման կարծում եմ մոտեցում էլ կա, որ բանկային գաղտնիքը ընկալվում է որպես գաղտնիք պետական եկամուտների կոմիտեից կամ որոշակի այլ մարմիններից, որը բացարձակ իրականության հետ աղերս չունի։ Բանկային գաղտնիքը ի սկզբանե որպես օրենսդրական նախաձեռնություն եղել է նրա մասին, որ գաղտնիքը տիրապետողը չկարողանա անպատիժ ու անպատասխանատու այլ անձանց հայտնել այդ գաղտնիքը։ Օրինակ, մենք բոլորս ունենք տարբեր բանկերում հաշիվներ, բանկի աշխատակիցը տիրապետում է այդ հաշիվների շարժին մնացորդներին։ Բանկային գաղտնիքը նրա մասին է, որ այդ աշխատակիցը իրավունք չունի իր իմացած տեղեկատվությունը, գաղտնի տեղեկատվությունը պատմել իր ընկերներին, հարազատներին, այլ անձանց վաճառել եւ այլն։ Դրա համար կա բնականաբար քրեական պատասխանատվություն։ Պետական եկամուտների կոմիտեի կամ հարկային մարմնին տվյալների հասանելիությունը դա գրեթե բոլոր զարգացող երկրներում եւ զարգացած երկրներում ստանդարտ ընթացակարգ է։ Մենք միացել ենք նաեւ ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման համաձայնագրին, որի շրջանակում նաեւ
օտարերկրյա պետություններն են մեզ բանկային տվյալներ փոխանցում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ մասին, այո, եւ Հայաստանն է փոխանցում օտարերկրյա, այսինքն դա համաշխարհային պրակտիկա է, որին մենք շատ ուշ ենք միացել։ Հենց հարկային թափանցիկության, փողերի լվացման դեմ պայքարի համաշխարհային մոտեցումը։ Ամերիկայի օրինակ հարկային մարմնին մեր քաղաքացիները մեծ սիրով տարիներ շարունակ այն մարդիկ, ովքեր եղել են Ամերիկայի քաղաքացի եւ Հայաստանում ունեցել են բանկային հաշիվ, առանց որևէ խնդիր տեսնելու այդ տվյալները փոխանցվել են մեր բանկերի կողմից։ Այսինքն ասել թե բանկային գաղտնիքը վերացվում է, իմ կարծիքով շատ սխալ մոտեցում է ու կարծում եմ այս մասին ավելի շատ պետք է խոսենք, որ մարդկանց մոտ այդ ընկալումն էլ փոխվի։ Բայց ձեր հարցը ոնց որ երկրորդ մասը չէ՞ որ սև շուկայում չէր հայտնվի այդ ամեն ինչը տվյալները եւ մոտենալով ավարտին մեր հարցազրույցի կա բան, որի մասին չխոսեցիք, չասեցիք եւ ցանկանայիք ասել ռեֆորմի մասին։ Սև շուկայի մասով ասեմ, որ երևի թե պետական կամուտների կոմիտեն ունի արդեն տասնամյակների պատմություն ու տիրապետում է ամենաէական տվյալների բազային։ Ամենաէական ասելով հենց ի նկատի ունեմ բիզնես գործունեության առումով, առևտրային գաղտնիքի առումով, այսինքն մենք հաշիվների մակարդակով տեսնում ենք տարբեր գործարքներ, հայտարարներ ենք տեսնում մաքսային եւ այլն։ Ինչը նշանակում է, որ ըստ էության ամեն գործարքի արժեքի ու ինքնարժեքի մասին բավականին լուրջ տեղեկատվություն ունենք։ Եվ չեմ կարծում, որ ունենք տես դեպք, որ սև շուկայում այդ տվյալները վաճառված են մինչև այս։ Չենք ունեցել որևէ էական տվյալների արտահոսքի դեպքեր, կիբեր ինցիդենտներ, որոնք որ լուրջ ազդեցություն կունենան, եւ չեմ կարծում, որ առիթ կա մտածելու, որ ապագայում այլ կերպ կլինի։ Իհարկե, կիբերհանցագործները եւ կիբերվտանգները տարեցտարի ահագնանում են, բայց պետական եկամուտների կոմիտեն նախ ունի ISO հավաստագիր, որով հավաստագրված է որպես կիբերհամտանգության առումով որպես պետական մարմին ու քիչ պետական մարմիններից է մի ձեռքի մատների վրա կարելի հաշվել են պետական մարմինները, որ նման հավաստագրեր ունեն եւ այդ առումով մենք շարունակաբար ներդրումներ ենք անում մեր տեխնիկական վերազինման ենթակառուցվածքների մարդկային ռեսուրսների կարողությունների վրա եւ կարծում եմ դա պետք է լինի շարունակական։ Այլ հարց, որ կուզեի ներկայացնել, երևի թե չկա, կարծում եմ, որ մեկ այլ երևի առիթով կարելի է շփվել ընդհանուր պետական եկամուտների աճերի ու դինամիկայի մասին, որ այս ռեֆորմը եւ այս ոչ միայն այս ռեֆորմը, մի շարք այլ ռեֆորմներ նպաստել են, որովհետեւ մենք վերջին 8 տարիների ընթացքում պետական բյուջեի եկամուտները ավելացրել ենք կրկնակիից ավել եւ դա խոսքը գնում է 1.5 տրիլիոն դրամի կամ մոտ 4.5 միլիարդ դոլարի մասին, որը կարծում եմ ահռելի թիվ է եւ ըստ էության ստացվում է այն ծախսերը, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ օրինակ 17-18 թվերին, դրանից դրա կրկնապատիկը եւ մի քիչ էլ ավել կարող ենք թույլ տալ օրինակ հաջորդ տարի։ Այո, բայց պետական պարտքն էլ է կրկնակից ավելացել։ Պետական պարտքը այդ շատ հետաքրքիր բան եք ասում։ Այս 4.5 միլիարդ օրինակ որ ասում ենք, դոլարային արտահայտությամբ ասեմ, որ ավելի ընկալելի լինի։ Դա մեկ տարվա մեր եկամուտն է, որը կրկնվելու է նաև հաջորդ տարի։ Պետական պարտքի աճը, որ էլի կարծում եմ բավականին շատ մանիպուլացվում է, պետք է դիտել ընդհանուր մեր եկամուտների կոնտեքստում։ Այսինքն, օրինակ, եթե կենցաղային օրինակ բերեմ, մարդ, ով որ ունի 1 միլիոն դրամ եկամուտ եւ 1 միլիոն դրամի վարկ, դա մի իրավիճակ է, մարդ, ով որ ունի 100,000 դրամ եկամուտ եւ 1 միլիոն դրամի վարկ, դա բացարձակ իրավիճակ է։ Եվ մեր եկամուտ պարտք հարաբերակցությունը, այսինքն հնա-պարտք հարաբերակցությունը բացարձակ չի վատ թարացել այս տարիների ընթացքում, այսինքն մեր եկամուտ պարտք հարաբերակցությունը թե 18 թվին, թե հիմա գրեթե անփոփոխ է, կարող է մի քիչ նույնիսկ բարելավել է։ Ցուցան շեսպային հստակ չի կարող ասել 48%-ի կարգի է, թե չեմ սխալվում։ Դա նշանակում որ ինչպես ժամանակին էինք, չգիտեմ 48-50%-ը պարտքով ապրում, հիմա էլ շարունակում ենք էլի պարտքով ապրել։ Ոչ թե 48-50%-ը պարտքով ենք ապրում, այլ դա տարիների ընթացքում կուտակված պարտք է։ Այսինքն մենք մեր այս տարվա եկամուտը այս տարի ենք ծախսում, պարտքը կուտակում ենք տարիների ընթացքում։ Դա նորից էական բան է, այսինքն դրանք համադրելի իրական թվեր չեն։ Մեր պարտքը, այսինքն ֆինանսավորում է բյուջեի ճեղքը, որը տարեկան
դեֆիցիտի, եթե ցուցանիշներն նայենք, 2-3% ինչ-որ տարիներ ավել, ինչ-որ տարիներ պակաս։ Այսինքն այն մնացածը ամբողջությամբ մեր եկամուտների հաշվին է։ Բայց պարտքի թեման ինքը բավականին խորը թեմա է, առանձին խոսելու կարծում թեմա է։ Շնորհակալություն եւ վերջին կարճ հարցը կա, որովհետեւ ամեն տարի պետությունը պլանավորում է իր հարկային եկամուտները, հա, եւ պլանավորում է նաեւ կոնկրետ ուղղություններից ինչքան պետք է հարկային եկամուտներ ստանա։ Այս տարի օրինակ այս 8.3 կամ 8.4 միլիարդը, որ ստացել էիք անցած տարի ֆիզիկական անձանցից այս հայտարարագրման արդյունքում նաեւ կա այս տարվա ակնկալիք թիվ, թե այս տարի որքան կարող է լինել այդ գծով ստացած եկամուտները։ Մեր եկամուտների պլանավորումը իհարկե պլանավորում ասելը սխալ է, կանխատեսումը եւ սցենարները մշակվում են ֆինանսների նախարարության կողմից եւ կանխատեսումները կառուցվում են ոչ թե ըստ հարկատեսակների, այլ ավելի շատ վերևից ներքև, այսպես ասած, մոտեցմամբ։ Եկամուտների պլանավորումը իհարկե ես դրա նեղ մասնագետը չեմ, ճիշտ կլինի երևի ֆինանսների նախարարության գործընկերները շփվել, բայց ըստ էության 3 հիմնական բաղադրիչ ունի, դա հարկեր հնարաբերակցությունն է, տնտեսական աճը եւ գնաճը։ Եթե գնաճը թիրախին մոտ է, տնտեսական աճը թիրախին մոտ է, հարկեր հնարաբերակցությունը այն ռեալ կետն է, որտեղ պետական եկամուտների կոմիտեն ազդեցություն ունի իդեմս տվերին։ Վարչարություն, ստվերի կրճատում։ Օրինակ այս տարի մեր գնաճի թիրախին մենք բավականին մոտ ենք եղել, ցուցանիշները դեռ կհրապարակվեն, տնտեսական աճը եւս բավականին լավն է եղել, հարկեր հնան նույնպես լավն է եղել։ 3 գործոնով էլ ըստ էության կարողացել ենք ապահովել, ինչն էլ բերել է տվյալ տարվա եկամուտների ամբողջական կատարմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Civiliant Business-ի տաղավարում ես զրուցեցի Ռաֆայել Գևորգյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։